Ամենաթանկ զատկի ձվերի շարքը ստեղծվել է ռուսական կայսերական ընտանիքի համար Fabergé ընկերության կողմից։ Դրանցից յուրաքանչյուրն արվեստի գլուխգործոց է, որտեղ շքեղությունը համադրվում է վարպետության հետ։ Ներկայացնենք դրանցից 5-ը։ 5-րդ տեղում է $5 միլիոն արժողությամբ միրաժը, պատված ադամանդներով, իսկ թաքնված անակնկալը ձեռագործ ոսկյա գլոբուսն է։ Ներսում ոսկե ձիթենու ճյուղի վրա նստած խաղաղության խորհրդանիշ աղավնիով, պատրաստված լեռնային բյուրեղապակոց։ 4-րդ տեղում $9.6 միլիոն արժողությամբ ձմեռային ձուն է, պատրաստված թափանցիկ լեռնային բյուրեղապակոց։ Սառցանախշերը պատված են 1300 մանր ադամանդներով, իսկ ներսի զմրուխտներով եւ ադամանդներով զարդարված ծնծաղիկների զամբյուղը խորհրդանշում է գարնան մոտալուտ գալուստը, նոր կյանքը։ Երրորդ հորիզոնականում է $18 միլիոն $500,000 արժողությամբ Ռոթշիլդների ձուն։ Սա Fabergé-ի միակ ձուն է, որ պատկանել է ոչ թե կայսերական ընտանիքին, այլ Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկին՝ Ռոթշիլդներին։ Այս շքեղ գլուխգործոցը բացառիկ է իր ժամացույցի մեխանիզմով։ Յուրաքանչյուր 60 րոպեն մեկ ձվից դուրս է թռչում փոքրիկ գոհարապատ աքաղաղը, թափահարում թևերը, կանչում եւ ողջունում բոլորին։ Երկրորդ տեղում $24 միլիոն արժողությամբ թագադրման ձուն է, որը Նիկոլայ II-ը նվիրել է կնոջը՝ ի հիշատակ Մոսկվայի վերափոխման տաճարում տեղի ունեցած թագադրման արարողության։ Ոսկով եւ ադամանդներով զարդարված մակերեսը իր նրբագեղությամբ հիշեցնում է թագադրման զգեստի ոսկե բրոկադը։ Ներսում 9.4 սանտիմետրանոց ադամանդապատ կայսերական կարգի մանրակերտն է։ Ընտրանին եզրափակում է ամենաթանկ ձուն՝ երրորդ կայսերական զատկի ձուն, $33 միլիոն արժողությամբ։ Ի դեպ, այս ձուն գտել են վերջերս, ավելի քան 100 տարի անց աշխարհի մյուս ծայրում՝ Ամերիկայում։ Գրավատան սեփականատերը $13,000 ոսկյա ձու է գնել շուկայի մի վաճառականից, ով ցանկանում էր այն հալեցնել։ Ներկառուցված ժամացույցի վրայի ստորագրությունից գնորդը հասկացել է, որ այն Ռոմանովների հավաքածուից է։ Ավելին, Fabergé-ի ստեղծված առաջին անակնկալով ձվի բնօրինակն է։ Կարելի է զատկական ձվերը ներկել Fabergé-ի ձվերի նմանակելով։ Հատկապես ձեզ որը դուր եկավ, գրեք մեկնաբանություններում, իսկ մենք կհանդիպենք։